Շվեյցարիա դարձած իմ Հայաստան։ Վարվող անտառներ, թե վարվող դրամաշնորհներ։ Բարև ձեզ, եթերում է գյուղ քաստը։ Այսօր խոսելու ենք անտառներից, ընդհանրապես կանաչապատման էկոհամակարգերից, ինչպես նաև Հայաստանում անտառածածկի եւ անտառի հիմնման ու խնամման հարցերից։ Ողջույն Սուսաննա։ Բարև Աննա ջան, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Աննա ջան, գիտեք, որ Հայաստանը PDF ֆայլերով դարձել է մի փոքր Շվեյցարիա։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում մենք ունենք այնքան ծառատունկ, այնքան ծառեր եւ անտառային ծածկեր, որ համարյա թե հասնում ենք Շվեյցարիային։ Կարող եք ինձ մի փոքր ճշմարտությունից խոսել, պատմել, թե ինչ թվերով կարող ենք մենք այսօր տեղյակ լինել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Սաննա ջան, իրականում այն թվաբանական արտահայտությունները, որոնք որ զետեղված են եւ փաստաթղթավորված շրջանառվում են Հայաստանի անտառածածկ տարածքների վերաբերյալ, թե ինչ տեսակարար կշռով անտառածածկ տարածքներ մենք ունենք, անկեղծ ասած ինձ, քանի որ ես մարզային գործունեություն ծավալող անհատ եմ, զարմացրել են մեղմ ասած, քանի որ մտածում էի, որ օրինակի համար այդ նույն տրամաբանությամբ Վայոց ձորի մարզում պետք է որ դատարկ եւ մերկ ժայռեր չտեսնեմ, այնինչ այս պահի դրությամբ էլ պատկերը լրիվ այլ է։ Գիտեք, գյուղացին էլ է զարմանում, քանի որ մեր Հայաստանում այնքան ծրագրեր կա, ծրագիր գյուղացու հողերի բարելավման, ծրագիր ֆերմերի համար, ծրագիր մեղվաբույծի համար, ծրագիր, բայց այսօր ձմռան առաջի ամիսն է այսօր եւ մենք գալիս ենք կանգնում ենք այն փաստի առաջ, որ անտառից կոտրած ցախը, կտրված ցախը ավելի թանկ է լինում։ Տարին տարի վրա, եթե մենք ունենք այսքան անտառներ, ապա ինչու է ցախը այդքան թանկանում։ Իրականում այն ծրագրերը, որոնք որ կան, ես կանվանեի ծրագրերի փաստաթղթավորումն ապահովելու եւ փաստաթղթավորված ծրագրեր իրականացնելու համար, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում ենք առարկայական գործնականում, էապես տարբերվում է այն ամեն ինչ զետեղված է փաստաթղթերի թվաբանությամբ։ Այո, ոչ միայն թվաբանությամբ, առհասարակ այն ամեն ինչ սպիտակի վրա սևով գրված է։ Հետևաբար, եթե իրականում PDF ֆայլերում զետեղված անտառածածկ տարածքները այդքան շատ են, իրականացված ծրագրերը փաստացի իրականում այդքան շատ են եւ կատարված են, այդ դեպքում ասացեք խնդրեմ, ինչու ենք մենք դեռ շարունակում իրականացնել աշխատանքներ եւ ծրագրեր հողերի դեգրադացման չեզոքության, հողերի կայուն կառավարման, ինչպես նաեւ պայքար ենք մղում գլոբալ տաքացման, անապատացման խնդիրների դեմ։ Սա նշանակում է մի բան, որ այն ցուցանիշները, որոնք որ կարծես թե պետք է իրականացված լինեին, միայն մնացել են թղթի վրա։ Այո, հաճախակի մենք վերջերս լսում ենք, որ մեր քաղաքապետը, Երևանի քաղաքապետի մասին է խոսքը, բարձրաձայնել է, որ 5000 ծառ տնկել է Եռաբլուրում, 1000 ծառ տնկել են այստեղ, չգիտեմ 500 ծառ տնկել է այստեղ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ կանաչապատում չի, այլ էկոցիդ, հա, կտրում ենք առողջ ծառերը։ Եվ 3 նկար ենք տեղադրում, որ ծառը ворտնած է, ծառը արդեն ժամկետն անցել է։ Այնինչ, եթե ես չեմ սխալվում, Ղազախստանում մի կին մեր գործիչներից մեկը տեսել է թթենու ծառ, որի տարիքը 472 տարեկան է եւ այդ նույն քաղաքի քաղաքապետը այնպիսի գործողություններ է կազմակերպել, որ ծառը դարել է կենդանի հուշարձան։ Ինչն է խնդիրը մեր քաղաքացիների, որ մենք չենք հասկանում, որ ծառերը կտրելով, ծառերը արմատախիլ անելով, մենք փչացնում ենք մեր ապագան, մեր օդը կեղտոտում ենք, ինչը կազդի մեր երեխաների վրա եւ արդյոք հարց ձեզ որպես մասնագետ, գենետիկ որևիցե մի շեղում մենք կունենանք տարիներ հետո, թե ոչ։ Հարցը շատ խորքային եւ մասնագիտական վերլուծություն է պահանջում, որի մասով ես կփորձեմ հնարավորինս հակիրճ, բայց արմատապես պատասխանեմ։ Նախ ինչպես արդեն անդրադարձանք, եւս մեկ անգամ պետք է մատնանշեմ, որ այսօր համաշխարհային մակարդակով մենք բոլորս մարդկությունը պայքարում ենք
գլոբալ տաքացման եւ անապատացման խնդրի հարցի շուրջ։ Դիցուք, եթե այսպես շարունակվի, 2050 թվականին մենք կունենանք մեծաքանակ թվաբանական արտահայտությամբ մարդկանց տեղահանում անապատացման, գլոբալ տաքացման, ինչպես նաև հողերի դեգրադացման խնդիրների պատճառով։ Եթե մենք խոսում ենք քաղաքային եւ հատկապես քաղաքային կանաչապատումից, մենք պետք է գիտակցենք, որ ի տարբերություն մարզային համայնքային կանաչապատումներից, դա ամենաառաջինը էկոլոգիա է եւ առողջություն, քանի որ անմիջապես ազդում է մարդու կենսական եւ կենսունակության ապահովման վրա։ Եթե մենք խոսում ենք այն մասին, որ վերջին շրջանում ինչ որ X քանակի ծառեր տնկվում են, վերատնկվում են կամ վերափոխվում են, ինչ հանգամանքներից ելնելով, նախ պետք է այդ ամենի իրականացման համար ունենալ ֆունդամենտալ մասնագիտական հիմք։ Ֆունդամենտալ մասնագիտական հիմք ասելով ես նկատի ունեմ, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները պետք է իրականացված լինեն տվյալ ծառի ոչնչացման, ես չեմ վախենա այդ բառը նշել, ոչնչացման համար։ Եվ եթե մենք խոսում ենք 100 տարեկան ծառը փոխարինել 1, 2, 3, մինչև 10 տարեկան ծառով, բնականաբար էկոհամակարգային փոխլրացում համարժեք մենք չենք ունենում, որովհետև ծառը արդեն ադապտացված է որպես կենդանի օրգանիզմ, այդտեղ արդեն ինքն իր կենսունակությունն ապահովում է, այդպիսով որոշակիորեն պաշտպանելով քաղաքաբնակների առողջությունը։ Իսկ նոր ծառը դեռ պետք է ժամանակ ադապտացվի, չգիտենք այդ ադապտացիոն ընթացքը ինքը ինչպես կանցնի, հետագայում ինչպես կդրսևորի, որովհետև արդյոք համապատասխանում է տվյալ ագրոկլիմայական, բնակլիմայական պայմաններին, քանի որ տարին տարվա վրա հենց ի սկզբանե իմ կողմից նշված համաշխարհային խնդիրների հետևանքով եղանակային փոփոխությունները առերևույթ ազդում են նույնիսկ մարդու առողջության եւ շնչուղիների վրա։ Ինչ ասել է, թե կունենանք գենետիկ փոփոխություններ, կլինեն եւ այլն, բնականաբար, երբ մենք խոսում ենք էկոլոգիայից, այն չնչին փոփոխությունները նույնիսկ, որոնք որ կարծես թե առաջին հայացքից թվում է, թե չեն կարող ազդեցություն ունենալ, ցավոք պետք է մատնանշեմ, որ կուտակվելով, տարբեր դրսևորումներով, տարբեր կենդանի օրգանիզմների վրա, այստեղ մենք հասկանում ենք օդ, ջուր, մարդ, կենդանի, անկախ սեռատարիքային պատկանելությունից, որոշակի ազդեցություններ լինելու են։ Այդ թե ինչպիսին կլինեն եւ մենք ինչ ժառանգություն կթողնենք սերունդներին, կարծում եմ դա նաեւ պետք է ինչ որ առումով տվյալ կառավարչական մակարդակով վարչարարություն իրականացնող մարմինների խղճին լինի։ Անդրադառնանք վարչարարություն իրականացնող մարմիններին։ Ես կարծում եմ, որ մեծ աշխատանք պետք է տանեն մարզային ներկայացուցիչները, կլինեն մարզպետները, համայնքապետները։ Ինչու՞։ Եվ հետո կլսեմ ձեզ։ Տեսեք, մենք իրար հետ այս տարի շատ տարածքներ գնացինք եւ տեսանք աջ եւ ձախ անապատներ, անջրտի հողեր, հա, ուղակի ամայի տարածություն ձեր նշած կերպով, բայց արդյոք պետք են մարզպետներն ու համայնքապետները այդ բոլոր հարցերը բարձրացնեն, հասցնեն կառավարության լսելի դարձնելու համար։ Ինչ գործառույթներ իրենք պետք է կիրառեն ըստ ձեզ, քանի որ մենք պետության կողմից ունենք հայտարարված մեծ դրամաշնորհներ հենց նույն հողերի դեգրադացիայի, կանաչապատման եւ նմանատիպ անտառների վերակառուցման, նմանատիպ ծրագրերի համար։ Հակասական միտք եմ ասելու, մեջ բերեմ հայկական ասացվածքներից մեր ժողովրդական, մեկ ծաղկով գարուն չի գա։ Մեկ անձով անտառածածկի վերականգնում չի լինի, բայց մեկ անձը իզորու է փոխել անտառածածկի եւ ընդհանուր էկոլոգիական խնդրի իրավիճակը։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ մենք հակասական ասելով հենց սա նկատի ունեի, տեսնում ենք օրինակներ, ինչպես մարդիկ կարող են տասնամյակներ շարունակ իրենց կյանքից նվիրել եւ միանձնյա մեկ անձով հիմնել անտառ։ Սա իհարկե ցավոք սրտի Հայաստանի մասին չեմ խոսում, բայց Շվեյցարիա դարձած իմ փոքրիկ Հայաստան։ Այո, այդպիսի պրոտոտիպ ունենք։ Սա այն հակասության մասին, որին որ ուզում եմ անդրադառնալ։ Ինչ վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների զեկուցմանը, ես կարծում եմ, մինչև զեկուցելը պետք է
ընկալել, ըմբռնել եւ հասկանալ մասնագիտորեն տվյալ խնդրի կարեւորությունը եւ առաջնայնությունը։ Եթե մենք խոսում ենք ծրագրերի իրականացումից, ծրագրերի իրականացումը, հատկապես եթե դրանք ունեն գյուղատնտեսական, էկոլոգիական, բնապահպանական հիմունքներ, պետք է իրականացվեն բացառապես բարոյական եւ ինչ որ առումով նաև անձնվիրաբար նվիրալների ներգրավմամբ, ինչու որովհետև բնության հետ աշխատանք տանել պարզապես ճշգրիտ գիտության հիմունքներով, ինչպես օրինակ ֆիզիկական, մաթեմատիկական, գիտություններն են, առնվազն անգրագիտություն է։ Մասնագետները պետք է իրենց տարածաշրջաններում ունենալով որոշակի վերապատրաստումներ, մասնագիտական ներուժ, իրենք առաջարկեն, այնուհետև կառավարիչը ինքը ամբողջությամբ հասկանալով ունենալ ինչ-որ հայեցակարգային մոտեցում, մատուցել, զեկուցել ղեկավարությանը, որովհետև շատ հնարավոր է, որ ղեկավար կազմում մարդիկ չունենալով համարժեք մասնագիտական գիտելիքներ չեն հասկանում, չեն տիրապետում, հետևաբար չեն էլ կարող վերահսկել, որքանով է դա ճիշտ եւ ճշգրիտ կատարված։ Բացի նրանից, որ պետք է էկոլոգիական հարցերի մասին զեկուցել, պետք է նաև հասկանալ առաջնայնությունն ու առաջնահերթությունը։ Եթե մենք պետք է դա անենք, օրինակի համար մի ծառը այստեղից հանելով A կետից հանելով B կետում տեղափոխելով, տնկելով, մտածել, որ դա մենք լուծեցինք էկոլոգիական խնդիր կամ բերել տնկել որակապես ցածր հատկանիշներով տնկանյութ, մենք համարենք, որ մենք լուծել ենք էկոլոգիական խնդիր, դա եւս իմ կարծիքով, այո, աննպատակ ուղղակի իրականացում է, անիմաստ ռեսուրսների վատնում, ես այդպես կանվանեի։ Ինչ կցանկանայի այստեղ նաև հավելել, որ բոլոր այն ծրագրերը, որոնք պետությունը նախատեսում է եւ ծրագրերով սահմանված որոշակի պարամետրերով առաջնորդվում է իրականացման համար, ամեն դեպքում կարելի է հավելյալ մասնագիտական ներուժի ներդրմամբ կատարելագործել եւ իրականացնել ավելի գրագետ ձևով։ Այստեղ մենք խոսում ենք եւս մեկ անգամ հողերի կայուն կառավարման մասին, երբ փոքրիկ հողակտորներից մենք կարող ենք ստանալ ավելի արդյունավետ մշակություն։ Այստեղ նույնիսկ փոքրիկ անտառածածկի հիմնման մասին է խոսքը։ Շատ լավ։ Ուրեմն ձեր խոսակցության արդյունքում նորից մենք կվերհիշենք մի ասացված կան դրամաշնորհներ, պետական աջակցման ծրագրեր։ Մի խելացի մարդ մեր կառավարությունից ասեց, որ պետական աջակցման ծրագրերը չեն տրվում որպես օգնություն, այլ տրվում են որպես գործիք։ Արդյոք դրամաշնորհային ծրագիրը գործիք է։ Ես կարծում եմ, այո, բայց հարցս հետևյալն է. արդյոք այդ գործիքը գտնվում է ճիշտ ձեռքերում, ըստ ձեզ։ Ընդհանրապես ցանկացած պարագայում, ցանկացած աշխատանքի դեպքում, եթե օրինակ ոլորտային դիտարկենք, ծառերի ծերատման, էտման գործընթացը գործիք կարող է ունենալ ցանկացած մարդ, ցանկացած անհատ կամ մասնագետ։ Բայց որքանով ճիշտ ինքը այդ գործիքը կկիրառի եւ ճիշտ կկազմակերպի ծառերի ծերատումը, երիտասարդացումը, դա հարցի երկրորդ կողմն է։ Նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր վարսահարդար կարող է ունենալ ձեռքին մկրատ, բայց այդ մկրատը որքանով է գրագետ ղեկավարվում եւ որքանով է ճիշտ կիրառվում մասնագետի կողմից, դա արդեն մասնագիտական կարողությունների խնդիրն է։ Ես դրա համար եմ նշում, որ միգուցե կառավարական մակարդակով կամ չգիտեմ, անհատների, ծրագրերի ղեկավարների մակարդակով մենք չունենք համապատասխան որակավորմամբ մասնագետներ, որովհետեւ միգուցե ծրագիրը դա չի նախատեսում, բայց գոնե ներքևի շերտերում մենք պետք է ունենանք մասնագետներ, որոնք որ հավուր պատշաճի կկատարեն իրենց աշխատանքը, որովհետև պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ իր կատարած աշխատանքը, որը տվյալ ոլորտում է, դա իր կողմից անմիջական ժառանգություն է ոչ միայն իր սերնդին, այլ ամբողջ ազգային պատկերն ու ազգային, այսպես ասած, ժառանգությունն է մնացածին։ Եթե ես այսօր մշակում եմ այգի, մշակում եմ հողակտոր, որտեղ աճեցնում եմ գյուղմթեր, ես պետք է գիտակցեմ, որ այնտեղ ներդրված, այնտեղ մշակված գյուղմթերքը հետագայում դուրս գալով շուկա, ուտում է մեկ այլ երեխա, ինչ որ իմ երեխայի սերնդակից, որը հետագայում շարունակելու է եւ ազգային արժեք է, իրենից ենթադրելու, մարդը ամենամեծ արժեքն ենք մենք այստեղ դիտարկում։ Եթե ես մշակում եմ թունաքիմիկատներով, ես ինչ եմ փոխանցում սերնդին։ Ինչ է նշանակում, այսինքն իմ երեխան երեխա է, մյուսի երեխան երեխա չի, այսինքն այս հայեցակարգային մոտեցումը եւ մենտալիտետային փոփոխությունը
անմիջականորեն ներազդում է եւ միանշանակ ես կարծում եմ, որ դա պետք է լինի, պետք է ներմուծվի, անընդհատ խոսվի, քանի որ ցավոք սրտի մարդու հիշողությունը շատ կարճ է եւ շատ շուտ է մոռանում ամեն ինչ։ Այո, ես կհամաձայնվեմ ձեզ հետ Աննա ջան, ու երևի հետևաբար գալիս ենք մեկ հաջորդ մի դեպքի իրադարձությանը։ Տեսեք, վերջերս մենք նորից կրկին համընկնում է, որ մենք իրար հետ շատ ծրագրերի ենք մասնակցում, եւս մի սեմինար ունենք անցկացնելիք եւ աշխատանքների արդյունքում մենք ինքներս երկուսս էլ տեսնում ենք ինչը։ Գյուղապետերը շատ ոգևորված են։ Գյուղի բնակիչները, մեր սիրելի գյուղացիները շատ ոգևորված են, ցանկանում են մասնակցել սեմինարների։ Բայց կոորդինացնողները, կլինի համայնքապետը կամ մարզպետները, ճիշտ թիրախային ընտրություն չեն կատարում։ Ինչու եմ դա շեշտում։ Տեսեք, վերջերս պարտադրում են, որ յուրաքանչյուր մարզ ընտրի ինչ-որ մի տնկիների տեսակ, որը ավելի հարմար է այդ կլիմային, մարզի կլիմային։ Եթե օրինակ Վայոց ձորում միշտ մալինա, այդպես ասում են ժողովրդական լեզվով, ազնվամորի, այո, տնկել են բոլոր Վայոց ձորցիները եւ լավ եկամուտ են ունեցել։ Այս տարի պարզ է դառնում որոշակի սեմինարներից հետո, որ ազնվամորին փաստորեն Վայոց ձորի համար չի։ Վայոց ձորի համար ավելի արդյունավետ կաճի հաղարջը։ Հարց ձեզ, ինչու են ստիպում գյուղացուն տնկել որոշակի տնկարաններից բերված տնկիներ։ Նորից գալիս ենք մենաշնորհի, թե կա ինչ-որ մի ծրագիր, որ այդ ծրագրի արդյունքում արդեն տարբեր մարզեր բերեն այն եզրագծին, որ փոխեն իրենց բանջարային կամ մրգային տնկիների արդյունքը։ Ձեր կարծիքը դրա հետ կապված։ Ես կուզեմ մինչև հարցին պատասխանելը մի ճշգրտում անել, ազնվամորին փոխել հաղարջով, նմանատիպ հայեցակարգը ինչ հիմնավորում է ունեցել մոտեցումը մատուցող մասնագետի կողմից։ Այսինքն այն մարդը, որ բացատրել է, որ օրինակ ազնվամորը փոխարեն եկեք հաղարջ մշակենք, ինչ բացատրություն է տվել։ Զուտ կլիմայական, որ այստեղ Վայոց ձորում հաղարջը ավելի լավ կաճի եւ ավելի լավ եկամուտ կլինի, քան ազնվամորին, այս տարվանից սկսված։ Ես այդտեղ անկեղծ ասած իմ խորը մասնագիտական համոզմամբ պետք է մատնանշեմ, որ էական տարբերություն չկա, այստեղ շատ ավելի կարևոր է ցրտադիմացկունությամբ պայմանավորված եւ գոտիականությամբ պայմանավորված սորտային առանձնահատկությունը, բայց երկուսն էլ հատապտղային ծառաթփա տեսակներ են, որոնք երկուսն էլ շատ հանգիստ կարող են ադապտացվել։ Ընդ որում, եթե մենք խոսում ենք բարձրադիր գոտի, որտեղ մենք ունենք ավելի կարճ վեգետացիոն ընթացք, որտեղ ենթադրաբար մեկ այլ մշակաբույս, մեկ այլ ծառաթփա տեսակ պետք է որ ավելի լավ մշակվի աճվի, մենք ամբողջ տարի խոսել ենք, քննարկել ենք, զգացել ենք, դիտարկել ենք, այս պահին էլ մեր բոլորիս կողմից փաստացի կարող ենք հանգիստ արձանագրել եւ բոլորիս կողմից արձանագրված է, որ տարին տարվա վրա մենք գնում ենք դեպի գլոբալ տաքացման։ Այսինքն նույնիսկ այդ ռիսկերը ինչ որ առումով բերում են նվազեցման։ Ես անկեղծ ասած այդտեղ բացատրություն եմ տեսնում, որ ծրագրի մեջ կան ուղղորդող բնույթի պայմաններ, անկախ նրանից դրանք տնկարաններ, պարարտանյութեր, բուժանյութեր, թե ինչ որ տեխնիկական բնութագրին համարժեք սահմանափակ հնարավորություններ են տալիս, բնականաբար այդ ամբողջի մեջ եւ այդ ամբողջի տակ կարելի է տեսնել կոռուպցիոն ռիսկեր, որքանով են դրանք հետագայում հետազոտվում, ուսումնասիրվում, հաստատվում, քննարկվում, դա արդեն կարծում եմ համապատասխան օրենսդիր մարմինների աշխատանքի մի մասն է, որտեղ որ ես այս պահին որևէ հիմնավոր մասնագիտական դիրքորոշում չեմ կարող հայտնել ցավոք։ Այսինքն մենք կարող ենք գյուղ քաստի շրջանակում մեր սիրելի գյուղացիներին խնդրել առանց պարտադրելու, որ այսուհետ շատ ավելի ուշադիր լինեք այն ծրագրերին, սիրելի գյուղացիներ, որոնք ձեզ կպարտադրեն տնկել այլ տեսակի տնկիներ կամ օգտագործել հատուկ պարարտանյութեր,
ավելի քաջալուրջ մոտենալ եւ ավելի գիտակ, քանի որ դուք եք ձեր այգին ղեկավարում, արդյունքները դուք եք տեսնում։ Մի գնացեք նման ծրագրերի հետևից, դուք ընտրեք եւ կատարեք ձեր ճիշտ ընտրությունը։ Կարող ենք այդպես ասել։ Միանշանակ համաձայն եմ եւ այստեղ մի խորհուրդ էլ ես եմ ուզում հավելել, սիրելիներս, անկախ մասնագիտական մոտեցումներից, եթե մի մասնագետ ձեզ ինչ որ հայեցակարգային մոտեցում է բացատրում կամ փոխանցում, պարզապես մասնագետից ճշտել ինչու։ Այդ ինչուի պատասխանը ստանալուց հետո դուք ինքներդ կհասկանաք կամ այսպես ասած գլխի կընկնեք, որքանով է համարժեք կամ որքանով է իրատեսական, այլ կերպ ասած, խելքին մոտիկ նմանատիպ մոտեցումը կամ պնդումը։ Շատ լավ։ Վերջերս արդեն ավանդույթ դարձած վերադառնանք անտառների հրդեհման։ Ինչ եք տեսնում դուք դերատակ։ Օրինակ Դիլիջանի անտառները այրվեցին, դա մեր խնդիրը չի։ Առաջինը ինչ դիտարկում դուք կանեք անտառածածկի հետ կապված եւ երկրորդը այդքան վայրի կենդանիներ ուր են գնալու, բնականաբար իջնելու են դեպի գյուղ, սիրելի գյուղացիներ, մեծ սիրով խնդրանքով խնդրում ենք, դիմում ենք ձեզ, ոչ մի կենդանում վնաս չտաք։ Ինչպես եք դուք այդ հարցի լուծումը տեսնում։ Ինչու՞մ է կայանում մեր այսքան առատ հրդեհների խնդիրը։ Քանի որ որքանով մամուլից ես տեղեկացված եմ հիմնական օջախի աղբյուրը չգիտենք, այսինքն որտեղից է բռնկվել, այդ մասով ես զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խոսում ենք սուբտրոպիկ գոտիականության մասին, դուք պատկերացնում եք ինչքան դժվար եւ բարդ է այնտեղ նմանատիպ մասշտաբի հրդեհ բռնկելը։ Այն խոնավության, գերխոնավության մակարդակը, որը որ մենք ունենք տվյալ տարածաշրջանում, նույնիսկ որոշակի տներում, որտեղ մարդիկ բնակվում են, խոնավության մակարդակը սահմանված չափորոշիչներից շատ ավելի բարձր է։ Եվ մենք խոսում ենք ապրելու բնակարանային կամ սեփական տան դեպքում առանձնատան պայմաններ։ Բա դուք ո՞նց եք պատկերացնում բուսածածկ, խիտ բուսածածկ, անտառածածկ տարածք, որտեղ որ ինչ որ X չափաբաժնով կան չորացած տերևներ, արդյոք կարող են այդքան մեծ բռնկում ապահովել։ Ուրեմն որպես մասնագիտական փոքրիկ մեջբերում նշեմ, որ 1 հեկտար տարածքից, որտեղ չորացած տերևներ են, սեզոնայնությամբ պայմանավորված, որը բնականon գործընթաց է, այո։ 1 հեկտարից, եթե մենք չոչնչացնենք, չվառենք, չայրենք, անտրոպոգեն գործոններով պայմանավորված ինչ որ վնաս չհասցնենք, որը որպես վարկած առաջ է բերվում հրդեհների բռնկման հիմք, մենք 1 հեկտար տարածքից, որը 10,000 քառակուսի մետր է, ընդամենը 1-ից 2 տոննա օրգանական զանգվածի մասին ենք խոսում։ Այսինքն նա այնքան մեծ քանակության մասին չէ, էլի խոսքը, որ հնարավոր լինի այդքան բռնկումներ լինի։ Իրականում ինձ համար մի փոքր անհասկանալի էր, ինչու անտառների այս մասշտաբային հրդեհները համընկան մինչ հրդեհային անտառածածկի ծավալների քննարկումների եւ մամուլում շրջանառվող լուրերի հետ։ Ինձ համար օրինակ անհասկանալի էր, ինչն էր պատճառը, դա զուտ համընկնում էր, թե պարզապես ինչ որ անտրոպոգեն կամ մարդածին գործոնով պայմանավորված գործողություն։ Ես իհարկե չեմ կարող այդ հարցին հստակ որևիցե պատասխան տալ, բայց այն, որ այդտեղ ես որոշակի զուգադիպություն գոնե թե տեսնում եմ, կարծում եմ բոլորս կարող ենք արձանագրել։ Շնորհակալ ենք Աննա ջան, ըստ եվրոպական կատարված ծրագրերի արդյունքն ենք փաստում, ուրեմն Եվրոպայի կողմից ուղարկված, ես կրկին կասեմ դրամաշնորհ, դա իմ շատ սիրելի տերմինն է, դրամաշնորհի ուրեմն Հայաստանը համարյա թե հասել է Շվեյցարիայի մակարդակին, անտառների վերականգնողական աշխատանքներով, ծառերի տնկման եւ նոր կյանք տալու շնորհիվ, այդպես հարցադրումս ինչու՞մ է կայանում։ Նորից այդ բոլորը մնացել են փայլուն PDF ֆայլերում։ Եթե նայենք այդ ֆայլերին, ապա մենք իրականում զարգացած երկիր ենք։
Ինչ կասեք մեզ դուք, ձեր կարծիքը, ուր են գնացել այդ դրամաշնորհները, ուղղվել են արդյոք իրական շահառուների, որտեվ գյուղացին ասում է, որ ոչինչ ինքը չի ստացել։ Փորձեմ վերջից առաջ գալ, եթե նպատակային իրականացված ծրագիր է, եթե միջոցները անկախ նրանից ինչ նյութական, ֆորմատում են եղել, դրամական, տնկանյութ, պարարտանյութ, գործիքներ այգեգործական եւ այլն, եթե ուղղված լինեին նպատակին եւ հասցեատերերին ուղղված լինեին տվյալ միջոցները, նյութական բնականաբար այսօրվա դրությամբ այդ պատկերը չենք ունենա, այլ կունենայինք թղթաբանությանն ու փաստաթղթավորմանը համարժեք կանաչ անտառացած գոտիներ, այո։ Պլյուս մինուս հաշվի առնելով բոլոր ռիսկերը 10% տարբերությամբ, ոչ թե 99%, այլ 10% տարբերությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր կողմից մատնանշած Եվրոպայի վերլուծություններին, քիչ առաջ հենց ինչի մասին որ խոսում էինք, որ իրականացված ծրագրեր, անտառներ եւ այլն, մամուլում շրջանառվող լուրեր հենց վերաբերվում են այս ամենին, որ մեր երկիրը ստանձնել է պատասխանատվություն, պարտավորություն 10 ծառ տնկելու, բայց իրականացրել է 10 ծառի տնկման 2.5%-ը ընդամենը։ Եվ այնուհետև դրանից հետո ականատես ենք լինում այս իրավիճակին, որը որ ունենք Դիլիջանի, Ճամբարակի եւ հարակից գոտիների անտառներում, նմանատիպ գերխոնավ պայմաններում։ Ինձ համար աղեղծվածային ինչ-որ իրավիճակ, որի մասին ես բնականաբար որևէ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ ինչ անել, չբողոքել, որտեղ մեր կառավարությունը չի սիրում բողոքներ, այլ գործել։ Օրինակ, եվրոպական նույն ծրագրերը, որը իրականացվել են 3 տարի առաջ, նույն կազմակերպությունները 1 տարի հետո չեն վերադառնում այնտեղ։ Ինչը արդեն ասում են նրա մասին, որ այդ ամբողջ արդյունքը միայն մնացել է թղթի վրա։ Ինչ կառաջարկեք դուք, որ ոչ թե բողոքենք այսօրվա մեր սենց հաղորդումը, խոսում ենք, ոչ, այլ իրական քայլեր անենք, չբողոքենք, բայց ինչ առաջարկենք։ Հիմա տեսեք, ընդհանրապես, եթե մենք խոսում ենք բողոքից կամ դժգոհությունից կամ մասնագիտական դիտարկումից, ցանկացած փոխհարաբերություններում դա կլինի մարդկային փոխհարաբերություններ, դա կլինեն բիզնես գործընկերային հարաբերություններ, պետություն մասնավոր սպեկտր նշանակություն չունի, առանց առողջ քննարկման, քննադատության հասնել արդյունքի, կարծում եմ անհնարին է։ Ես օրինակ կառաջարկեի ցանկացած ծրագրերի իրականացման նպատակով ոլորտային, որովհետև մենք այսօր խոսում ենք այս ոլորտից, բայց իրականում հնարավոր է, որ այլ ոլորտներում համարժեք խնդիրներ եւս լինեն։ Եթե մենք բարձրաձայնում ենք մեր ոլորտի խնդիրները, ոչ միայն բողոքելու կամ ինչ-որ պահանջներ ներկայացնելու մտքով, այլ փոխօգնության, փոխգործակցության, համագործակցության, որպեսզի առաջարկները նպատակային լինեն, ցանկացած ոլորտի համար ես կարծում եմ պետք է գործի անկախ փորձագիտական խումբ, կազմված համարժեք մասնագետներից, որոնց կողմից տրամադրված մասնագիտական եզրակացությունները լիազոր մարմնի կողմից կլինեն, այսպես ասած, շատ յուղոտ եզրակացություններ եւ հիմք հետագա աշխատանքների կայացման համար։ Լղոզվածի հակառակը կլինի յուղոտ։ Այո։ Ռուսական այդպիսի դարձված կա, ես ճիշտն ասած շատ հաճախ որ ռուսերեն մտածում հայերեն արտահայտվում եմ, խոսում եմ, ժիրնի, հենց այդ մտքով եմ ասում, ժիրնի ասնովա կլինի, որի հիման վրա որ մարդիկ կկարողանան ոչ թե մարդիկ, այլ կառավարչական բլոկը արդեն կկարողանա համարժեք փաստացի ճիշտ իրականացնել ծրագրերը։ Ճիշտ գործիքներ կիրառի հետագա աշխատանքներում։ Օրինակ ես դա կառաջարկեի, որովհետև ոչ թե մենք Հայաստանում չունենք լավ մասնագետներ, այլ պարզապես ես կարծում եմ, որ շատ հաճախ մասնագետները անտեսված են, ինչ-ինչ պատճառներով։ Շատ հաճախ մասնագետները անտեսված կարող են լինել, օրինակ, քանի որ բարձրաձայնում են խնդիրը, բայց
կառավարման բլոկում աշխատող չմասնագետներին դա դուր չի գալիս։ Օրինակ ինքս զբաղվել եմ դեպքի հետ, երբ ինձ ասել են, որ եթե ձեր արտադրանքը չկա եվրոպական ռեեստրում գրանցված, դա ինձ վստահություն չի ներշնչում։ Եվ ինձ այդ մասին ասում են այն մակարդակով, որի ներքին օղակներից մասնագիտական եզրակացությունն ու հետագայում պետական գրանցման համար հավաստումը մասնագետների կողմից տրվել է։ Իմ այն հարցին, որ հարգելի ղեկավար, այդ դեպքում պատասխանեք, խնդրեմ, ձեր խոսքից ես հասկանամ, որ դուք վստահություն չեք հայտնում ձեր ստորին օղակներում աշխատող մասնագետներին, պատասխանը եղել է ոչ։ Այսօր մենք ինչ հայեցակարգային մոտեցումից կարող ենք խոսել, երբ մարդը ղեկավարում է մի օղակ, որտեղ ներքևում գտնվող մասնագետների հանդեպ ինքը անվստահություն է հայտնում։ Ես ինչ պահանջեմ կամ ինչ պահանջեմ նման ղեկավար դասից, որպես մասնագետ, որպես գործարար, որպես գիտական խավի աշխատող, որ եթե դու չունես համարժեք ստանդարտներ, եթե դու աշխատում ես դեռ այնպիսի հնեցված մեթոդներով, որոնք այս պահի դրությամբ ակտուալ եւ արդիչ են եւ չեն կարող տնտեսությունը տանել զարգացման, ինչից ենք մենք խոսում։ Ինչ հնա, ինչ տնտեսական։ Աննա ջան, իսկ արդյոք այդ ղեկավարը ձեզ մոտ առաջացրել է հավատք։ Ես կարծում եմ վերջին ժամանակաշրջանում տվյալ ղեկավարը իր գործելավոճով նույնիսկ ինքն իր մոտ չի կարողանում հավատ ներշնչել եւ ես միակը չեմ, որ այդ կարծիքը ունեմ, իհարկե առանց անձնավորումների։ Այո, բայց եկեք առանց անձնավորման, որովհետեւ այստեղ մենք չենք խոսում մարդկային որակների մասին, մարդկային փոխհարաբերությունների, ոչ։ Եթե նույնիսկ սիրելի Սուսաննա, ես եւ դուք ունենք լավ մարդկային փոխհարաբերություններ, բայց գործնական դաշտում ինչ որ մի հարցի շուրջ չենք կարողանում համաձայնության գալ, որովհետեւ մի տեղում ձեր մասնագիտական ներուժը չի, մի տեղում իմ մասնագիտական ներուժը չի, առանց առողջ քննարկման քննադատության ես եւ դուք չենք կարող գրանցել որևէ արդյունք։ Այստեղ մի հարց էլ բայց եւս։ շատ ներողություն, բայց դուք պետք է պատրաստ լինեք այդ քննադատությունը լսել։ Առողջ քննադատություն։ Ես պետք է պատրաստ լինեմ։ Եթե նույնիսկ անառողջ քննադատություն է, բայց հնարավոր է դա ինչ որ մի միտք առաջացնի, որը կտանի համընդհանուր զարգացման։ Ոչ թե ես ուղակի գեղեցիկ հագնված նկարվեմ, երկու բարձ ստորադասական նախադասությամբ գրեմ, թե ում հետ հանդիպում ունեցային, հանդիպումների մասին գրագրություններն էլ այնքան լղոզված, որ չես հասկանում այդ հանդիպման ընթացքում ինչի մասն է, ասում նշանակ հանդիպում ենք, որպեսզի նշանակենք հաջորդ հանդիպման օրն ու ժամը։ Չմոռանանք ինչու համար եք հավաքվել։ Բայց եկեք ավելի շատ աշխատանք անենք։ Իմ անկեղծ խնդրանքը, իմ անկեղծ կարծիքը ցանկացած ոլորտում, հատկապես բնապահպանական, էկոլոգիական, գյուղատնտեսական հարցերին վերաբերվող ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով, խնդրում եմ նկատի չունենալ, որ ես նկատի ունեմ, ինձ ներառեք իմ աշխատանքը շատ հնարավոր է ես նույնիսկ ժամանակային առումով չհասցնեմ, բայց ունենալ անկախ մասնագիտական, փորձագիտական թիմ, որը օգնության ձեռք կլինի։ Այսինքն այլ կերպ ասած ես սա կանվանեմ ժամանակակից մարդկային մասնագիտական chat GPT, բայց ոչ արհեստական բանականություն։ Աննա ջան, շատ լավ է, շատ հետաքրքիր էր։ Իհարկե ձեր առաջարկը իլուր հաստի մեր կառավարությանը։ Ձեր ասածից բավականին մեկ հարց առաջացավ ինձ մոտ։ Ուրեմն մենք այսօր, մինչ այսօր ապրում ենք, առավել եւս մեր սոցհարթակներում անձնավորված ենք ապրում։ Կարևորը անձն է, ես սիրում եմ անձին կամ չեմ սիրում անձին, բայց այդ անձը ինչ էական աշխատանք է կատարում, ինչ գործեր է ինքը կատարե, այսօր մեզ համար հետաքրքիր չի, քանի որ անձնավորված ենք։ Ինչ վերաբերվում է առողջ եւ ոչ առողջ քննադատության։ Այո, յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք, որ մենք դուր կգանք ոչ բոլորին։ Հարգելի գյուղացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ։ Այսօր կախված մեր երկրի վիճակը ձեզանից յուրաքանչյուրից է կապված։ Մենք սկսեցինք մեր հաղորդումը կանաչատ պատումից։ Վերադառնանք։ Տեսեք, ինչի ես անդրադարձ կատարեցի գյուղացուն։ Այսօր մեր կառավարությունը copy-paste կարգավիճակով փորձում է կանաչապատումը նույն կերպ կատարել եւ քաղաքում, եւ գյուղ վայրերում։ Եվ ինչու՞մ է այդ բախումը։ Ինչպես եք դուք տեսնում այդ հարցի լուծման ճիշտ
կարգավորումը։ Տեսեք, հնարավոր են լինել որոշակի բուսատեսակներ, ծառատեսակներ, որոնք իրենց կրիտերիաներով կարող են աճեցվել գրեթե բոլոր ագրոկլիմայական գոտիներում, պայմաններում, բայց նույն կոնցեպտը ներդնել A, B, C, D տարբեր ագրոկլիմայական եւ բնակլիմայական գոտիներում աննպատակ աշխատանք է։ Երբ մենք խոսում ենք հողերի կոնսոլիդացումից, հողերի կայուն կառավարումից, հողերի դեգրադացման, չեզոքացման ուղղված աշխատանքներից, մենք հենց սա նկատի ունենք, որ արդյունավետ օգտագործենք, որովհետև Հայաստանը մարզային, բայց փոքր երկիր է։ Փոքր հողային, բուսահողային, ազգային ժառանգություն ունենալով բազմաժանր եւ բազմատեսակ, բազմապիսի հողաշերտ ունեցող է։ Այս հանգամանքները հաշվի առնելով, տվյալ տարածաշրջանին համարժեք բուսածածկույթով ապահովելով, մենք կարողանում ենք կրճատել բոլոր այն ֆինանսական ներդրումները, որոնք հետո որտեվ ծառը միայն տնկելով չի, անտառը միայն հիմնելով չի, շատ ավելի կարևոր է հետագա խնամքը, սա եւս պատասխանատու աշխատանք է, մինչեւ անտառը, մինչեւ այսինքն բուսածածկույթը իր սահմանմամբ կդառնա անտառ, այսինքն ինքնավերականգնվող եւ ինքնակարգավորվող էկոհամակարգ իրեն ժամանակ է անհրաժեշտ։ Այդ ժամանակի ընթացքում խնամքը այնքան գրագետ պետք է կազմակերպել, որպեսզի հետագայում տվյալ կանաչ աշխատանքը ծառայեցնի իր նպատակին, այսինքն լուծի հայեցակարգային, ազգային խնդիրներ, որը անմիջականորեն կապ ունի մարդու առողջության հետ։ Ընդ որում այստեղ գերատեսչական մակարդակով պետք է լինի էլի փոխգործակցություն, համագործակցություն։ Այստեղ պետք է լինի եւ բնապահպանական, եւ շրջակա միջավայրի պահպանության, եւ մարդու առողջությանն առնչվող, այսինքն առողջապահական համակարգի համատեղ աշխատանքը, ոչ թե ասեն սա այս նախարարությանն է, սա ես դրա հետ կապ չունեմ, սա իմ աշխատանքը չի, այդպես մենք արդյունքի չենք հասնի։ Հետաքրքիր էր։ Իսկ ինչ անի գյուղացին։ Հասարակ գյուղացին։ Շատ բարդ հարց է, շատ, որովհետև իմ աշխատանքն ուղիղ անմիջապես կապ ունի գյուղացիական տնտեսությունների հետ, ընդ որում ոչ միայն բուսաբուծության, այլ նաև անասնապահության, անասնաբուծության ճյուղում, այստեղ շատ դժվար է խորհուրդ տալ։ Հեշտ է որպես մասնագետ ուղղորդել, հեշտ է որպես մասնագետ կանոնակարգել, ինչ որ իրավիճակներում հասնել, օգնել, չեմ վախենա նշել, փրկել իրավիճակը, բայց շատ լուրջ խնդիր ունենք՝ իրացում։ Ես ունեմ արտադրություն, ինձ հարց են տալիս շատ հաճախ. Աննա ջան, մենք ունենք, մենք արտադրում ենք, ստանում ենք միասին որակը, բայց ինչպես կազմակերպենք այդ իրացումը։ Այստեղ արդեն գալիս է մյուս համագործակցության ճյուղը՝ շուկայի վերահսկողություն, որը էլի պետք է համախմբված աշխատի, այստեղ նկատի ունենալով ներմուծման, իհարկե ազատ շուկայական հարաբերությունները հաշվի առնելով, ներմուծման ճշգրտությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր երկիր ենք եւ այլն, որակ ապահովելով Հայաստանից ավելի ինտենսիվ արտահանման process ապահովի։ Հակառակ դեպքում ինչ անի գյուղացին, մեծ մասը հիասթափվում է եւ չի ցանկանում շարունակել գյուղացիական տնտեսություններում, այո, հենց դա էլ նպատակ ունի երիտասարդների, կանանց ներգրավվածության շրջանակները ավելի լայնածավալ, այո, մեծացնելով, խթանելով, պահել վերջիններից գյուղում, համայնքում, որպեսզի կարողանան զարգացնեն։ Այսօր քաղաքը պահում է գյուղը, իսկ մենք մարզային երկիր ենք, դրա մասին չպետք է մոռանալ, բայց ցավոք սրտի, սիրելի Սուսաննա, մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն։ Մենք ամբողջը վերածել ենք էկոնոմիկայի եւ չունենք համարժեք գերատեսչություն։ Մի տեսակ Աննա այսօր տխուր հաղորդում էր, սակայն մենք մեզ սազական ոճով պետք է ավելի մի փոքր այս տխրությանը տանք պոզիտիվ եւ դրական նոտաներ։ Անդրադառնանք նորից մեր անտառածածկույթներին։ Ճիշտ է, որ գյուղացին վառում է տերևները։ Այո, ցավոք սրտի, այո։ Շատ են հանդիպում նման դեպքեր, չեմ վախենա նշել, սխալ եւ անգրագետ մոտեցումներ։ Ինչու։ Վաղուց եկած
ավանդական, պապական, տատական մեթոդներ։ Այո։ Եվ նպատակը տվյալ օրգանական զանգվածի կամ կենսազանգվածի սխալ ուտիլիզացման հարցն է, այսինքն այստեղ նույնիսկ գիտակցություն չկա, որ եթե չվառեմ, սա որոշ ժամանակ հետո ինձ համար կարող է դառնալ կենսազանգված, որը սնուցում է հողը, այսինքն ես ստանում եմ հումուս, հումուսը դա հողի վերին ամենասննդարար շերտն է, որը ընդ որում հողոլորտում 100 տարին մեկ ձևավորվում է ընդամենը 5 սանտիմետրով, իսկ մենք այրում ենք։ Հա, իրոք այսօր շատ տխուր հաղորդում եղավ։ Լուրջ եւ մասնագիտական։ Այո։ Դե ոչինչ, ես կարծում եմ, որ երբեմն այդ հայեցակարգային մոտեցումների փոխանցումն ավելի լուրջ ֆորմատով միգուցե նպատակային լինի։ Մենք այստեղ ինչ ենք քննարկում, մենք այստեղ քննարկում ենք բոլոր այն բացերը, որոնք որ ցավոք սրտի շատ ժամանակ դուրս են մնում հիմնական քննարկման տիրույթներից, կամ խոսվում են ոչ մասնագիտական, այսպես ասած, անկյուններից, այո, որոնք արձագանք համախմբված չեն ստանում, կամ ստանում են այնքանով, որքանով։ Աշխատանքի նպատակն էլ պետք է ճիշտ կազմակերպված լինի, Սուսաննա ջան։ Այսինքն այստեղ մենք բարձրացնում ենք այն հարցերը, որոնք բոլորս էլ ինչ-որ միջափով գիտենք, բայց լավ չգիտենք, որոնց որոշակի հարցերի մի քանակ, որոնց վախում ենք մենք բարձրաձայնենք, որտեղ գուցե պատասխանները մեզ դուրս չգան կամ պատասխանները ճիշտ չտրվեն։ Այո, մենք ճիշտ ենք հասկանում այս ծրագրի ֆորմատը։ Մենք գյուղ քաստում բարձրաձայնում ենք այն հարցերը, որոնք բաց են մնացել բոլոր բնակավարներում, այո։ Այո, եւ հատկապես գյուղատնտեսական, բնապահպանական, էկոլոգիական հարցերի շուրջ, որովհետեւ քանի դեռ նշված ոլորտները առողջ չեն, առողջ մարդ, առողջ սերունդ կերտել բնականաբար հնարավոր չէ։ Աննա ջան, իսկ գուցե պետք չի մեզ գյուղը։ Ռետորական հարցեր։ Մտածենք։ Բայց ինչ ենք անում գյուղը։ Եկեք բոլորս գանք մայրաքաղաք, ավիրենք ծառերը, շենքերը կառուցենք, փոշու մեջ շնչենք։ Պետք է մեզ։ Բայց դրա դիմաց լավ վարձատրում են, Սուսաննա ջան։ Գիտեք, ըստ PDF ֆայլերի կազմած ծրագրերի այն գումարները, որ այնտեղ ես իմ աչքով տեսել եմ, բավականին էլ մեծ զրոներով էր, 6, 7, 8, այսինքն նմանատիպ անարխիայի եւ ծառահատումների համար ստանում են լավ։ Հիմա գյուղացիները որ լսեն, ես դաշտերը կթողնեն կգան միանգամից ծառահատումների։ Նման բան չանեք։ Մեր հույսը միայն դուք եք։ Սարկազմ է, առողջ քննադատություն, քանի որ ցանկացած աշխատանք, անկախ իր բնույթից եւ ոլորտից, մեկ նպատակ է հետապնդում։ Ապա վաստակել աշխատանքին համարժեք։ Բայց ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կկրկնվեմ, որքանով է դա բարոյական հիմունքներով, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Հաջորդ կողմն է, դա կքննարկենք մեր հաջորդ հաղորդումների ընթացքում։ Գիտեք, որ խոսեցինք գյուղից, իմ աչքի առաջ եկավ մի տարածք, ուղղակի երևակայի թե մի փոքր կապ չունի, բայց պետք է հարցնեմ։ Աննա ջան, ուրեմն ես տեսել եմ, որ գյուղացիները իրենց պտղատու այգիների հենց այդ փոսիկի մեջ տնկում են, ասենք, մեկ այլ, չգիտեմ, ինչ կանաչի, մշակաբույս, որ իրենց ասել են, որ դա էլ կտա եկամուտ։ Այդ կողմնակի եկամուտը արդյոք մեր ծառին չի վնասում։ Ուրեմն նմանատիպ մեթոդների, տեխնոլոգիաների կիրառման բացատրությունը, որ բազմիցս լսել եմ, նպատակ է հետապնդում ավելի ռացիոնալ օգտագործել տարածքը, այսինքն փոքր տարածքից ավելի շատ կամ հավելյալ եկամուտ ստանալ։ Ինչ որ միամյա մշակաբույսեր մշակելով։ Եթե մենք խոսում ենք այգեգործական, պտղաբուծական տնտեսությունների մասին, միշտ ասում եւ շարունակելու եմ դեռ ասել, որ ամենաանգրագետ մոտեցումն է, երբ ծառի կանաչ զանգվածով պարուրված մշակությունը փորձում է դառնալ հայեցակարգային մշակույթ։ Ինչու՞։ Որովհետև հաշվի առնելով եղանակային բնականոն գործընթացները,
Օրինակ, ակտիվ պտղաբուծության սեզոնի ժամանակ լինում են տեղումներ, որի արդյունքում այն խոտածածկը, որը ամբողջությամբ պատում է, միջբուսային, միջշարային հատվածները, այսինքն ծառից ծառ հեռավորությունը, ինչ է տեղի ունենում։ Անձրևից հետո դուրս է գալիս արևը, որը բերում է գոլորշացման երևույթի։ Գոլորշին բարձրանում է վերև, այդպիսով վնասելով տերևները։ Ես չեմ խոսում հետագա սնկային հիվանդությունների մասին։ Եթե ես այդ տարածքը իբրև ռացիոնալ օգտագործելու նպատակով պետք է ստանամ օրինակ 100,000 դրամ հավելյալ եկամուտ, բայց 150,000 դրամը ծախսեմ հետագայում սնկային հիվանդությունների կանխարգելման, պրոֆիլակտիկայի կամ բուժման նպատակով, այն նշանակում է, որ ես պարզապես սխալ մոտեցում եմ ցուցաբերում։ Ինձ համար ընդունելի չի ուղիղ համեմատական այնքանով, որքանով ինձ համար ընդունելի չեն հերբիցիդային ամենավտանգավոր եւ թունավոր նյութերի կիրառությունը։ Ավելի պարզ լեզվով ասած, դրանք խոտը չորացնող այն թունաքիմիկատներն են, որոնք բավականին լուրջ վտանգներ են հասցնում ընդհանուր շրջակա միջավայրին։ Շնորհակալ եմ, Աննա ջան, ես այսպիսի մի եզրակացության եկա, երբ որ մեր բոլոր ասածները, կառավարության կողմից առաջարկված ծրագրերը, դրամաշնորհները բոլոր երկրներից կգա կհասնի այն կետին, երբ գյուղացին այն օգտագործելով կասի, այո, իմ հողը բարելավվել է, այո, իմ ծառը բուժվել է եւ ես ունեմ առողջ էկոլոգիապես մաքուր արտադրանք, այդ ժամանակ կարելի է ասել, որ բոլոր ծրագրերը իրականացվել է։ Ես ճիշտ եմ, թե ոչ։ Միանշանակ պետք է հաստատեմ ձեր խոսքերը եւ ի շարունակություն այս խոսքերի եւս մեկ անգամ հորդորեմ, որ սիրելի ազգակիցներ, սիրելի հայեր, եկեք բոլոր հոսքերը կառավարենք եւ կանոնակարգենք ըստ ոչ թե անհրաժեշտ տրամաբանությամբ, այլ մասնագիտական եզրակացություններով համեմված նպատակային իրականացմամբ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ կավելացնեք այսօրվա մեր թողարկմանը։ Ես կհավելեմ հետևյալը, որ ամբողջ աշխարհը պայքարում է անապատացման, հողերի վերականգնման, գլոբալ տաքացման հետ այն դեպքում, երբ մենք ունենք դրախտավայր Հայաստան, իրականում դրախտավայր Հայաստան։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե թե իր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով ամենավերջին երկիրն է, որը կկանգնի անապատացման խնդրի առջև։ Այսինքն կգա անապատացումով բոլոր պետությունները, վերջում նոր կհասնի մեզ, մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով։ Ոչ թե մենք չենք բախվի այդ խնդրին, այլ ավելի դանդաղ կանրադառնա։ Բայց եթե մարդիկ չունեն այդ ռեսուրսը եւ անապատից փորձում են ստանալ դրախտ, եկեք սիրելիներս մեր դրախտը չտանենք անապատացման։ Պահենք մեր երկիրը։ Եվ հիշենք, որ պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը։ Ավարտենք այսքանով Շվեյցարիա դարձած իմ Հայաստան։ Եթերում գյուղքաստներ Սուսաննա Չելիկյան եւ Զուլալ ագրոգիտարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյան։